Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վիբեյտ անոթաչուն, որը Հայաստանը գնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, առաջին անգամ տեսախցիկների օբյեկտիվում է Բաղրամյան 26-ից Հանրապետության նախագահի նստավայրից։ Մեր երկիր այցելած Միացյալ Նահանգների փոխնախագահին ու Հայաստանի վարչապետին ներկայացնում էին հայ-ամերիկյան համատեղ նախագծերի ընթացքը։ Փաշինյանն այստեղ արձանագրեց. Պաշտպանական համագործակցության առաջին արդյունքն է, Բենսն նախ կարճ ձևակերպեց իր համաձայնությունը։ Խաղաղության հասնելու լավագույն ճանապարհն է ըստ Թրամփի տեղակալի։ Հիմա այն մասին, թե ինչ կտա մեզ, ինչով է հարստանում մեր զինապահեստը հայ-ամերիկյան ռազմական կամ թեկուզ պաշտպանական համագործակցության առաջին պտուղով։ Այս հետախուզական անոթաչուն արհեստական բանականությամբ է աշխատում, որին էլ կոչում են անոթաչուի էլեկտրոնային օդաչու։ Այս համակարգը հնարավորություն է տալիս սարքին ինքնուրույն աշխատել, եթե չկա GPS կամ կապը ճնշված է։ Վիբեյթը կտեղորոշի իր դիրքը օդային տեսախցիկների ու սենսորների օգնությամբ, կկողմնորոշվի, ինչը մասնագետների գնահատմամբ առանցքային կարևորություն ունի մեր օրերում, երբ մարտադաշտում հակառակորդները նաև ռադիոէլեկտրոնային պայքարի մեջ են մտնում։ Թվային օդաչուով անօդաչուն երկինք է բարձրանում ու իջնում այնտեղից ուղղահայաց, հետո հեռու տարածքներ կարող է հասնել նաև հորիզոնական դիրքով։ Նման գործընթացը ինքը մասա մի քանի process-ների նախ, ինչպես գիտենք, Հայաստանի իշխանությունները արդեն նախկինում հայտարարել են, որ ձգտում են դիվերսիֆիկացնել աղբյուրները սպառազինության գնման։ Այսինքն մեկը դա է։ Երկրորդը իհարկե դա մերձեցնում մասը ԱՄՆ-ի հետ, այսինքն քաղաքական նաև էլի գործոնը։ Ինչ որտեղ նաև ինտեգրված է ընդհանրապես այդ խաղաղ գործընթացին ԱՄՆ-ի մասնակցությունը։ Այսինքն հիմնական իհարկե քաղաքական գործոնն է։ Ըստ Փաշինյանի, վիբեյթերը ունեն կիրառման հարուստ փորձ հրապարակային տվյալների համաձայն, այս անոթաչուները լայնածավալ փորձարկումներ են անցել Ուկրաինայում, մասնակցելով այդ թվում օպերատիվ առաքելությունների երկրի զինված ուժերի կազմում։ Կիևի օպերատիվ խումբը նախորդ տարվա ապրիլի դրությամբ վիբեյթերի ավելի քան 130 թռիչք է իրականացրել։ Արդեն ըստ Մամուլում շրջանառվող լուրերի, վիբեյթը Խերսոնում հայտնաբերել է ռազմաճակատից 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռուսական հրթիռային պահեստ։ Այս սարքից իրեն զինապահեստներում ունեն նաև Հնդկաստանը, Հունաստանն ու Նիդերլանդները։ Քանի որ հետախուզական են այդ անոթությունները, իսկ արդյոք դրանք չեն օգտագործվելու նաև ամերիկացիների հետ համատեղ նրանց թշնամի Իրանի դեմ հետախուզական թռիչքներ իրականացնելու համար, որը մեզ համար այդ դեպքում շատ վտանգավոր կլինի արդեն։ Համատեղ կարող են օգտագործվել, թեև չի հայտարարվում այդ մասին, այսինքն ամբողջությամբ միթե ամերիկացիք այդպես տվել են այդ անոթաչուները հայկական վերահսկողության տակ 100%-անոց, մի քիչ չեմ վստահում, որովհետև եթե նորագույն անոթաչուներ են, այդ տեխնոլոգիաները բավականին զգայուն պետք է լինեն եւ ամերիկացիները չեն ուզենա, որ այդ տեխնոլոգիաները հանկարծ մեկ ուրիշի ձեռք ընկնեն։ Ընդհանուր 11 միլիոն դոլար ենք վճարել վիբեյթ հետախույզ անոթաչուների համար։ Քանիստ ենք ձեռք բերել, պաշտոնական տվյալներ չկան, բայց այն արտադրող ընկերության ներկայացուցիչներից մեկն իր հրապարակային ելույթներից մեկի ժամանակ նշել է, որ այս անոթաչուի գինը, մեջբերում են բառացի, միջին 6-անիշ միջակայքում է, այսինքն մեկ հատի արժեքը մինչև $600,000 է։ Հետևաբար մեր երկիրը գնել է 15-ից 20 վիբեյթ, իսկ 11 միլիոն դոլարը, որը Հայաստանը այս սարքերի համար վճարել է Ամերիկային, ինչպես հայտնել է մեր երկրի ղեկավարը, անոթաչուներից բացի, ըստ փորձագետների, կարող է ներառել նաև օժանդակ սարքավորումների և օրինակ մահեստամասերի գինը։ Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդման ուղղված նշանակալի քայլ է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ Այս այցի արդյունքները նախանշում են հետագա գործակցության հստակ ուղին և վերահաստատում մեր ընդհանուր հանձնառությունը նպաստելու կայունությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը Միացյալ Նահանգներում, Հարավային Կովկասում և այլուր, ասված է հաղորդագրության մեջ։ Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական գործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթը կստորագրվի վարչապետ Փաշինյանի այս տարի Թեհրան կատարվելիք այցի ընթացքում։ Այս մասին Իրանի ազգային տոնին նվիրված տոնակատարության ժամանակ հայտնել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։ Նա նաև նշել է, որ Իրանը այն առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ու կապը հազարամյակների պատմություն ունի։
Transparency International-ը հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթվի 2025-ի արդյունքները։ Ըստ հրապարակման Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 2024-ի համեմատ նվազել է 1 միավորով, իջնելով 46 միավոր։ Ըստ Transparency International-ի հրապարակման Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը գերազանցում է հարևան երկրների եւ ԵԱՏՄ մյուս երկրների 2025-ի արժեթները, բացի Վրաստանից։ Կոռուպցիայի ընկալման Հայաստանի համաթիվը 2023 եւ 24 թվականին անփոփոխ է մնացել 47 միավոր։ Ռազմավարության ուրեմն փաստաթղթում կարծեմ 80 թե 81-րդ էջում գրված էր որպես վերջնարդյունքի ցուցանիշ կոռուպցիայի ընկալման համաթիվը պետք է լինի 55։ Իսկ վերջնարդյունքը արդեն 1 տարի է մնացել, այսինքն այս տարի մինչև դեկտեմբերի 31 ռազմավարությունը պետք է ավարտվի եւ մենք փաստորեն 46-ից Ստախանովյան, այսպես ասած, տեմպերով փորձելու ենք հասնել 55-ի։ Սա երևի ավելի շատ մտահոգիչ է այս լճացումը։ Հայաստանի խորհրդարանի խոսնակը չի պատկերացնում Ռուսաստանի մասնակցությունը TRIP նախագծին։ TRIP-ը հայ-ամերիկյան կազմակերպություն է, լրագրողների զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը։ Խոսնակը հիշեցրել է, որ TRIP-ի հետ կապված նմանատիպ մեխանիզմը շատ վաղուց կար սեղանին։ Այլ հարց է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ դա ստացվել է, եւ դա խաղաղության շրջանակներում հիմնակար է եղել շնորհիվ Միացյալ Նահանգների նախագահի։ Նա չի բացառել, որ ռուսական մասնակցության տարբերակը կարող է դիտարկել ամերիկյան կողմը, իհարկե հայկական կողմի համաձայնությամբ։ Ի վերջո Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է կենտրոնանա TRIP-ի վրա։ Նրա խոսքով դա միակ ճանապարհը չէ, որ Հայաստանի միջով անցել է կամ անցնելու է, բազմաթիվ այլ ճանապարհներ էլ կան։ Ռուսաստանը շահագրգռված է ինքնիշխան ուժեղ եւ ինքնաբավ Հայաստանի հարցում։ ԵԱՏՄ-ին անդամակցության տարիներին Հայաստանի հնան աճել է 2.5 անգամ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա ընդգծել է, որ աշխարհաքաղաքական բարդ պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները մտնում են նոր փուլ եւ անհրաժեշտ է երկարաժամկետ քաղաքական կամք համագործակցությունը պահպանելու եւ զարգացնելու համար։ Կոպիրկինի խոսքով Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերը եւ էներգետիկ անվտանգության կարևոր երաշխավորը։ Կառավարությունը Հայաստանում ատելության խոսքի դեմ նոր գործիք է ներդնելու։ Խոսքը օրենսդրական կարգավորման մասին է, որը դեռ շրջանառության մեջ չի դրվել։ Արդարադատության նախարար Սրբ Գալյանը լրագրողներին հայտնել է, որ նախաձեռնությունը չի վերաբերում հայհոյանքի համար տուգանքների սահմանմանը։ Նրա խոսքով նախագծի առանցքային գաղափարը ատելության խոսքի համար ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի ներդրումն է, այսինքն քաղաքացիները կարողանալու են քաղաքացիական դատարանում պահանջել դրամական փոխհատուցում, ինչպես դա արվում է վիրավորանքի եւ զրպարտության դեպքերում։ Գալյանը նշել է, որ ատելության խոսքը վարչական իրավախախտում ճանաչելու հարցը դեռ քննարկման փուլում է։ Ատելության խոսքի թիրախը դա զուտ է տանհատը չի, դա հատկանիշն է մարդկանց, չգիտեմ, կրոնական հայացքների, ազգային պատկերության եւ այլնի։ Ատելության խոսքի զոհ լինելով կարող են լինել անորոշ քանակի մարդիկ։ Այսինքն ստացվում է անորոշ քանակի մարդիկ կարող են ամեն մեկը գույքային հայց ներկայացնել կամ ոչ շփոթական վնասի հատուցում ուզել, դա մի քիչ աբսուրդ է թվում էլի, որովհետեւ ոնց ենք մենք որոշելու, ոնց է մարդ ասել, ես վիրավորվեցի դրանից, ես ինձ ված զգացի, կարող այդպես մի 10,000 հոգի են։ 2026 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն միայն անկանխիկ եղանակով։ Մինչև մարտի 5-ը քաղաքացիները պետք է ընտրեն բանկն ու վճարման եղանակը։ Հակառակ դեպքում բանկը կընտրվի ինքնաշխատ։ Մարտի 5-ից ապրիլի 1-ը դիմումները չեն ընդունվի։ Քարտերը սուրհանդակով կտրամադրվեն միայն տեղաշարժման սահմանափակում ունեցող անձանց։ Հաշմանդամություն եւ ֆունկցիոնալության խնդիրներ ունեցող քաղաքացիները բողոք դժգոհություններ են ներկայացրել ազգային ժողով իշխող եւ ընդդիմադիր падգամավորներին։ Հաշմանդամություն ունեցողները բարձրաձայնում են, որ աջակցության միջոցներ տրամադրող կազմակերպությունները ոչ միշտ են, որ ճիշտ են տրամադրում հաշմանդամության կարգը։ Հաշմանդամություն ունեցողներ կան, որ բյուջեից ֆինանսական աջակցություն են ստանում, ինչը չի համապատասխանում քաղաքացիների հաշմանդամության կամ ֆունկցիոնալության իրական կարգին։ Նախարարությունը առաջարկում է հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց ֆունկցիոնալությունը գնահատվել է նոր ծառայություններ ստանալու համար, կրկին ֆունկցիոնալության գնահատում չանցնեն։ 44-օրյա պատերազմի մասնակից հաշմանդամություն ունեցող քաղաքացիների աջակցություն կցուցաբերի զինապահ հիմնադրամը։ Ազգային ժողովի ընդդիմադիրներն առաջարկել են ընդլայնել հաշմանդամություն ունեցողների աջակցման շրջանակը։ Սահմանափակվել միայն 44-օրյա պատերազմի վիրավորներով, կարծում եմ ճիշտ չի։ Զինապահի կանոնադրությունը ի վերջո ազգային ժողովը չի հաստատում եւ կարող է այնպես լինել, որ շատ
գործառույթներ կամ որոշ գործառույթներ, որոնք ուղղակի պետության գործառույթներն են, հստակ զինապահի տարածություն չունեն, տեղափոխվեն զինապահի միջոցների հաշվով, որը կարծում եմ արդար չէ։ Բավականին շատ են հարցերը աջակցության միջոցների տրամադրման հետ կապված քաղաքացիներից, ոմանք կազմակերպություններից են դժգոհ, ոմանք կարգից են դժգոհ, ոմանք դժգոհ են այն հիմնական բյուջեից, որ տրվում է նրանց կարիքի համապատասխանություններից ելնելով։ YouTube-ը պաշտոնապես գործարկում է մոնետիզացիան Հայաստանում։ Բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով սա կարևոր քայլ է թվային տնտեսության զարգացման, հայկական կոնտենտ ստեղծողների հզորացման եւ հայկական բովանդակության գլոբալ տեսանելիության համար։ Նախարարությունը շարունակելու է գործակցությունը YouTube-ի եւ միջազգային տեխնոլոգիական գործընկերների հետ։ Հայ ստեղծագործողների լիարժեք ինտեգրումը համաշխարհային թվային էկոհամակարգին ապահովելու նպատակով։ Անուններ չեմ տա կգա ժամանակը կառավարությունը կխոսի դրա մասին։ Այս մասին չեպազորիցի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անդրադառնալով այն հարցին, թե ովքեր են լինելու այն համաշխարհային նաստղերը, ովքեր առաջիկայում կայցելեն Հայաստան։ Դա զբոսաշրջության զարգացման տրամաբանության մեջ է, որովհետև նման միջոցառումները, օրինակ, մեր հարևան Վրաստանը շատ լավ զարգացրել է իր ոլորտը։ Փետրվարի 9-ին Land Rover-ը Երևան-Գյումրի ճանապարհին Մաստարա վարչական տարածքում վրաերթի ենթարկել ճանապարհին աշխատանքներ իրականացնող Թալին ճանշինի աշխատակցին, հետո բախվել աղուավազի խառնուրդ ցանող հատուկ մեքենայի հետնամասին։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները, նաև փրկարարծառայության Թալինի շրջփրկարարական ջոկատի փրկարարներն ու Թալին բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Հետո վիրավորը Թալին բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։ Տեղում պարզվել է, որ դեպքը տեղի ունեցել Արագածոտնի մարզում, ինչից հետո օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ։ Փետրվարի 8-ին Կոտայքի մարզում Չայնիի ոլորաններում 34-ամյա Արմենը Opel Astra-ով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պաշտպանիչ քարե պարսպին, մասամբ հայտնվել երթևեկելի գոտում, վարորդը 34-ամյա եւ 33-ամյա ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Չարենցավան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Փետրվարի 7-ին Հասրաթյան, Շիրաժ, Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են 23-ամյա Էդգարի Range Rover-ը ու 48-ամյա Արթուրի Mercedes-ը բախման հետևանքով Range Rover-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, կոտրել հարևանությամբ կառուցվող բարձրակ շենքի համար տեղադրված պաշտպանիչ երկաթե պարիսպը, հետո բախվել ծառին։ Երկու հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Դեպքի վայրեն ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վերջինները։ Փետրվարի 7-ին Երևանում Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են Mercedes-ն ու Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7 երթուղին սպասարկող Ժոնգ-Թոնգ ավտոբուսը։ Ժամանել են փրկարարծառայության Երևանի թիվ 9-րդ շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Mercedes-ի վարորդը ծառայում է պաշտպանության նախարարության Նենզորամասում կոչումով փոխգնդապետ է։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար ուժասներ չկան։ Հեսա այս փոսնա, որը այսօր արդեն մի 7 ավտո է ջարդել։ Մայրաքաղաքում վերջին օրերին հսկայական փոսեր են ի հայտ եկել ամենատարբեր վարչական շրջաններում։ Օրինակ, մեկը Կիևյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի եւ Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածում է։ Էստակադայի տակ։ Միայն այստեղ 10-ից ավելի մեքենա է վնասվել, անվադողեր են պայթել։ Շարժական վուլկանիզացիան է օգնության հասել վարորդներին։ 5-րդ ավտոն է, չէ՞, սարքում։ 4-րդ ավտոն է արդեն։ Սարքումա, մի քիչ վերև, այդ թունելի մոտ։
Փոսի պատճառով ավտոմեքենաները հայտնվում են փոսում, անվա դողերը կամ անվա դողերը ծաղկում են կամ անվա դողերն են ծաղկում կամ անվա հեծաններն են կոտրվում ու հիմա մարդը էսի արդեն 4-րդ մեքենան է, անվա դողը սարքում է 4-րդի։ Հրը